Էջմիածնում 3 դպրոց է կառուցվում, որոնցից մեկը 11-րդը քաղաքի ամենահեռավոր թաղամասում Չարենցում։ Դպրոցի նախկին շենքը, որն ամբողջությամբ քայքայվել էր եւ վերածվել կրծողների ու միջատների բնակատեղի, վանող միջավայր էր դարձել աշակերտների եւ ուսուցիչների համար։ Ձմռանը մրսում էինք, ամռանը շոքում էինք, որևէ պայման չկար։ Ավերակներ հիշեցնող շենքը հիմնանորոգել հնարավոր չէր, ապա մոնտաժեցին։ Հիմա տեղում նորն են կառուցում։ Բյուջեն մոտ 2 միլիարդ դրամ է, ամբողջությամբ ֆինանսավորում է կառավարությունը։ Պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։ Շինարարությունը մեկնարկել է անցած տարի։ Շենքն արդեն կանգուն է։ Նախկին դպրոցը սովորական սովետական ժամանակների դպրոց էր առանց կոմունիկացիաների։ Հիմա դպրոցը հագեցած է լինելու օդափոխության համակարգով, ջեռուցման համակարգով, վերելակ կգործի, տնօրենը նոր ինձ ասաց, որ ունեն հենաշարժողական խնդիր ունեցող երեխա։ Հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար ոչ միայն վերելակ կգործի, այլև հարմարեցված կլինի սանհանգույցը։ Դպրոցը ներառում է 5 մասնաշենք, որոնցից մեկը ուսումնականը եռահարկ է։ Լաբորատորիաները, հանդիսությունների սրահն ու մարզադահլիճը կլինեն մյուս մասնաշենքերում։ Այս առաջի մասնաշենքն է, որտեղ գտնվում է դահլիճը, սա հանդերձարաններն են։ Բեմը նախատեսված է կառուցել դահլիճի պատուհանների տակ դպրոցի ճակատային մասում։ Սա նախագծային նորաոճ լուծում է, որը ոչ բոլոր նորակառույցներում է կիրառվում։ Որակի մասին շինարարները գերադասում են քիչ խոսել։ Գործով կապացուցենք, ասում են։ Դպրոց կառուցելը ընդհանրապես սովորական շինարարության նման չի, էլի ինքը դու ավելի սուրբ գործ ես անում, սերունդների համար ես անում, հպարտություն ապրեմ, որ իմ կառուցած դպրոցում պետք է աշակերտները ուսում ստանան, լավ մարդ դառնան, պետականությանը օգտակար մարդ լինեն։ Դպրոցը նաև ապաստարան կունենա, շահագործման կհանձնվի 2027 թվականի տարեվերջին, որ ներսում օդափոխության, ջրի եւ ջեռուցման խնդիրներ չառաջանան, շենքի հարևանությամբ կաթսայատուն, պոմպակայան եւ ջրի ռեզերվուար կհիմնեն։ Ջերմուղին է, որով անցնում են կոմունիկացիաները բոլոր ջեռուցման համակարգի, ջրի նաև, որով այս ճանապարհով գալիս է, պետք է մտնի դպրոց, որպեսզի դպրոցում արդեն բաժանվի ցանցի տեսքով։ Սովորողները ավելի քան 300 հոգի ժամանակավոր տեղափոխվել են 6-րդ դպրոց, երկրորդ հերթով են դասի գնում։ Երեխաներն անհամբերությամբ են սպասում իրենց երազանքների դպրոցի շահագործմանը, թե նրանք, թե ուսուցիչներն ու տնօրենը հաճախ են լինում շինհրապարակում, հետաքրքրվում գործի ընթացքից։ Նորակառույց դպրոցը հարմարավետ պայմաններով ու ժամանակակից լուծումներով մեծ հետաքրքրություն է առաջացրել ծնողների շրջանում։ Եթե անցած տարի 315 սան ունեին, հիմա 500-ը գերազանցել է։ Եվ էլի գալիս են, մտածելով, որ բան չմնաց, կարելի է գալ երկրորդ հերթով, որպեսզի մտավախություն ունեն, որ կարող է հետո իրենց այս սահմանային տեղը չհերիքի եւ չկարողանան համայնքի երեխաները այս դպրոցում սովորեն։ Ես դա կապում եմ դպրոցական նոր շենքի կառուցման հետ, որովհետեւ այնուամենայնիվ որքան էլ որ մանկավարժական համակազմը լինի ավելի մոտիվացված ուսմանը, դպրոցին, կրթությանը, նորամուծություններին, այնուամենայնիվ պայմանները կարևորում է մեր բնակչությունը։ Նախատեսված է բարեկարգել, կանաչապատել ու կահավորել նաև բակը եւ ֆուտբոլի դաշտ կառուցել։ Պետական միջոցներով եւ տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ այս պահին Արմավիրի մարզում 31 շինարարական ծրագիր է իրականացվում։ Կառուցվում է 13 դպրոց, որից 4-ը կրթահամալիր, եւս 7 դպրոց վերանորոգվում է։ Կառուցվող օբյեկտների թվում են նաև մարզադպրոցներ, մանկապարտեզներ եւ բուժամբուլատորիաներ։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։